Բարև ձեզ, ձեր ժողովուրդ, խոսում է ամենայն հայոց Վարդան Ղուկասյան։ Ունեմ անելու շատ կարճ հայտարարություն։ Ուրեմն ինձ տեղեկացրել են, որ իմ անունից ինչ-որ անհատներ Ուկրաինայից, եվրոպական որոշակի երկրներից, չգիտեմ, Ռուսաստանից, գրողուսեր ցավից, որոնք ունեն կայքեր, չգիտեմ, այնտեղ ակտիվ են TikTok-ներում եւ այլն, զանգահարում են տարբեր քաղաքացիների, տարբեր խնդիրներով, սպառնում են այդ քաղաքացիներին, ահաբեկում են, իմ անունից են նախ ներկայանում, որ իմ օգնականն են, իմ չգիտեմ, դոգականն են, դոգի աջակից են, այնտեղ մի հատ բոզիս տղա կա Ուկրաինայում, անատամ խախպիտուլա, անիշոր համոյա ես իմիջ Պորնիկի ծնունդասկի չեմ ճանաչում ով է դա, ինքավոր անուն են բանը փոխանցե, չգիտեմ էլի դոգական, ինչ-որ մարդկանց ահաբեկում են, դոգին կասենք, դոգնա մեզ ասեն, որ զանգենք, դոգի աջակիցնենք, դպրոցներ են զանգում, հիմնակ ձեռնարկություններ են զանգում, գումար են շորթում, ինչ-որ գիրք են ծախում, մասկանց ձեռից էս են անում, փորձում են ավտո խլել, ուրեմն ուշադրություն, բոլորին, եթե որևիցե մեկը զանգահարում է ձեզ եւ նկայանում է դոգի աջակից, դոգին կասեմ, դոգի մարդն եմ, դոգի հորոխբոր տղեն եմ, չգիտեմ, դոգի սենց, դոգին ես, պիտի էսի սենց ըլնի, պիտի ինենց ըլնի, գեղեցիկ կերպով ասում եք, գնա տնեմ մամայիդ բեյնին, ով ուզում է դա լինի, atենց մարդ գոյություն չունի, ով որ կարա զանգի իմ անունից ասի սենց ընեց եւ այլն, ով էլ որ կա, բաց այդ կերպով, չգիտեմ, խտեց բան էլ չկա, եթերի դա պիտի ես ըլնեմ մենակ, որ զանգեմ ասեմ գիտեք ինչ, էլ էլ ուղիղ եթերով, դուք սա եք խախտում արը, ես եկարը, են եկարը, ինչը որ ես անում է իմ ուղիղ եթերների ժամանակ։ Մնացած դեպքերում, ոչ իմ կուսակցության անդամները, եթերից իրենց թույլ կտան ձեզ բան, ոչ իմ որևիցե մի նորմալ աջակից, ոչ, չգիտեմ, իմ թմի մի անդամ իրեն թույլ կտա, զանգահարի դոգի անունից, ինչ որ, չգիտեմ, վախացնի, փորձի խնդիր լուծել, փորձի նեկանալ դոգին հենց, էսի պիտի անեք, ենի պիտի, նորից եմ կրկնում, եթե որևիցե մեկին, կապ չունի, դա կլինի հավաքարար, դա կլինի նակության տնօրեն, դա կլինի բիզնեսմեն, դա կլինի դպրոցի տնօրեն, ով ուզում է ըլնի այդ տվյալ անձը, լսեցիք մեկը ձեզ ասում է, ես դոգի եմ, դոգի լրագրողն եմ, դոգի աջակիցն եմ, հետո որտեն դու ես բանը սենց պիտի անես, սենց չես արե, ես հեսա դոգին կանեմ, գեղեցիկ կերպով նավարին հանում եք մոր մշեկանում եւ դնում եք բարի ճանապարհ։ Եթե զանգելու լինի, կզանգարի Վարդան Ղուկասյանը, Վարդան Ղուկասյանը որևիցե մեկին հիմա չի զանգարի, որովհետև Վարդան Ղուկասյանը զանգում է միայն հաղորդման ժամանակ, այն էլ որ կգտնեք ազատության մեջ նոր, եթե կա կոնկրետ խնդիր, մնացած բոլոր դեպքերում, եթե նորից եմ կրկնում, ով էլ որ հիմա ձեր հետ կապի մեջ, ով էլ որ փորձում է ձեզ սպառնալ, ես միջ հանգիստ դիմում եք մոտակա երկրի ոստիկանության բաժանմունք, կամ տվյալ մարդու մամայի դլոն տալում եք ձեռով, ճամփում եք գրողի ծոցը։ Այսքան հարգանքներով ամենայն հայոց Վարդան Ղուկասյան։